Ուրեմն գնացել ենք Կազախստան, Կազախստանում մենք մեր կարիերան նոր է սկսվել, մեզ նոր է սկսվել մեր կարիերան։ Առհասարակ, ես ու Արմենը նոր մի հատ երգ ունենք ախպերս ու ես ու մեկ էլ մի երկու հատ հայրասիրական շարաններ։ Դեռ չեք պատկերացնում ինչ ալին է։ Հիմա զանգ ենք ստանում Կազախստանից, ուզում ենք որ 3 հատ 40 րոպե երգեք։ Դե ես էլ հիմա ինչ ասեմ, ես եմ պատասխանել, ասում, հա, օքեյ, $10,000, ասեց хорошо։ Սկին կարտու։ Ոնց սկին կարտու։ Ոչ մի երկ չունենք, ինքը ոնց է մեր իմացել, ինչի է որոշել, ոնց է մեր համարը, դե ունենք 2 ամիս, մինչև այդ հարսանիքը, 6 հոգի առանջրովշիկ, գործեր են առնում, երգեր ենք առնում, գործեր ենք սարքում, ասենց ինչ որ։ Բայց էլի չենք կարել այդ։ Բայց այդքան չենք ձգի։ Դե ես ունեի ռեպերտուար ոչ իմ մեր երգերով, տենց այդ ասեցի դե լավ, վերջի 40 րոպեն ով բա։ Ասեցին չեն էլ ուզի որ երգեն։ Եթե ինչ որ բան դու ծափ կտաս, ես կերգեմ։ Շատ ճող հարսանիք է, գրուպը iz Armenia, մենք տենց ենք կոչում։ Գրուպը iz Armenia, ես եմ ու Հակոբը։ Առաջին երգը ոչ մեկը չպարեց, բնականաբար ես ու Արմենը մի հատ շոու։ Ասել շատ կարևոր ենք, էլի մենք իբր ցույց տանք մեր հայկական պարը, բան։ Ու էսա բեմա երկի ընթացքում բարի, աչը ծախը, հետ, հոп, հայ, յա, դες կարեցինք, գնացինք հաջորդ ելույթին պատը Հակոբ։ Չգիտեմ ես ինչ եղավ, ես ինչ պիտի անենք, մեկը մի հատ մարդ եկավ, ասեց извините, пожалуйста, ու ռուսերեն։ Можно вам на секунду? Ասեցի ну да, пожалуйста. Ասեց извините, мы не понимаем на армянском. Асец здесь никто не говорит на армянском, друзья, ну только хотелось бы это сказать, ну не знаю. Просто никто не говорит на русском, если это խորիմաց տեքստերս եմ հիշում, վախ ասեմ բառ, այս միկրոֆոնով։ Դե ես դվիժոկը միացա, Հակոբ դու Դու պիտի խոսաս ինձ ասում Դե ես չեմ խոսում, Հակոբ ռաս գազը տվել եմ։ Դու պիտի ռուսերեն այս տեքստը կասես։ Իրականում տեքստը պիտի ասենք, որտեղ ժամ է պիտի ձգենք, այդքան երկ չունենք, պիտի մի քիչ խոսանք։ Պատրաստանք Հելան գրուպը iz Armenia։ Չէ, Հելան կերկոքետ եկա բեմի վրա։ Հիմա Հակոբ Դարագի դրուսա վիշոր դու այսպես ձենա լսում։ Արագ ասում որ չհասկանար ինչ եմ ասում։ Ես մի րոպե, հիմա իսկապես ոչ ես հասկացա ինչ եմ ասում, ոչ էլ միանշանակ ինչ որ մեկը կարող է հասկանալ։ Հիմա Արմենը որպեսի սիտուացիան փրկի, ասես դրսից չհասկացավ ինչ ասի, մեկ էլ տեսա որ ոչ մի շատ է ասես կայ։ Друзья, ручки наверху! это эмоция. Ручки наверху!